Դրական գործոն ընդհանուր սակագների վրա։ Վիոլիա ջուր ընկերությունը այսուհետ կսպառի նաև իր արտադրած հոսանքը։ ՀԵԿ-ը ունի 200 կՎտ հզորություն, 1 ժամում 180-ից 200 կՎտ էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորություն։ Համակարգը ճկուն է, սարքավորումները ժամանակակից ու եվրոպական, ունի բարձր օգտակար գործողության գործակից։ Քոտայքի մարզում Արձական Գյումուշ ջրատարի վրա ՀԵԿ-ը կառուցվել է 1 տարում 0-ից։ Տարին 12 ամիս, 24 ժամ աշխատելու է մեր ՀԵԿ-ը, սպառվելու է Վիոլիա ջուր ընկերության համար, սեփական կարիքների համար արտադրությունը լինելու, այսինքն այս էլեկտրոէներգիան տեղափոխվելու է շուկայով, մեր պոմպակայաններին սնուցում ապահովելու, որ մեր վրա այդ էլեկտրոէներգիայի սակագինը ավելի քիչ լինի, մեղմվի սակագինը։ ՀԵԿ-ի կառուցման համար ընկերությունը ներդրել է ավելի քան 377 միլիոն դրամ։ Դեռևս 2020 թվականին Վիոլիա գրուպը հայտնել էր հեռանկարային մի ծրագրի մասին, որ նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում եւ ըստ այդմ ներդրումներ կատարել նաեւ էներգետիկայի բնագավառում, կառուցել արևային կայաններ ու փոքր հեկեր։ Եվ ահա, Կոտայքի մարզում Արձական Գյումուշ ջրատարի վրա աշխատող ՀԵԿ-ն այսուհետ հոսանք կարտադրի։ Հայաստանում էներգետիկ շուկայի ազատականացումը դրական արդյունք տվել է։ Վիոլիա ջուրը այժմ որակավորված սպառող է։ Ինքնուրույն կարողանում է էլեկտրաէներգիա գնել Հայաստանի բոլոր արտադրող էլեկտրոկայաններից ավելի էժան գներով եւ դրան գումարած այսօրվա կառուցված էլեկտրակայանը, որը հանդիսանում է Վիոլիա ընկերության սեփականությունը, ել ավելի նոր էժան էլեկտրաէներգիայի աղբյուր է հանդիսանում իր համար։ Վիոլիա գրուպի նախաձեռնած ու սեփական միջոցներով ֆինանսավորվող ծավալուն այդ ծրագիրը հավանության արժանացավ կառավարության կողմից։ Ընկերությունը իր սպասարկման տարածքում վարձակալած ջրային համակարգերի կամ դրանց սանիտարական գոտիներում կառուցել ու շահագործել է թվով 7 արևային էլեկտրակայան, որոնք 2024 թվականին արտադրել են ավելի քան 1.5 միլիոն կՎտ էլեկտրաէներգիա։ Ընկերության կողմից կառուցված էլեկտրակայանները սեփականության իրավունքով հանձնվելու են վարձատուին, ջրային կոմիտեին։ Էժան էլեկտրաէներգիայի աղբյուրը կբերի ավելի էժան էլեկտրաէներգիա ձեռք բերելու հնարավորության, որը որ դրական կազդի խմելու ջրի սակագնի վրա։ Այս կայանը կոնկրետ 220 կՎտ հզորությամբ կայան է, մեծ հզորություն չի ինքը մեծ էներգետիկայի համար, բայց Վիոլիայի համար զգալի հզորություն է եւ տարեկան մոտ 1.9 միլիոն կՎտ էլեկտրաէներգիա է արտադրելու, այսինքն այդքանով ավելի էժան էլեկտրաէներգիա է ունենալու Վիոլիան։ Այս ծրագրի ամբողջական իրացման արդյունքում փոքր հեկերի ու արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիան կուղղվի ընկերության կողմից շահագործվող էներգատար համակարգերի կարիքների բարելավմանը։ Վիոլիա գրուպը Հայաստանում կշարունակի բնապահպանական ու վերականգնվող էներգիայի ուղղությամբ իր ծրագրերը։ Այժմ արդեն մշակվում է հաջորդ փոքր հեկի ծրագիրը, որի կառուցման ու շահագործման աշխատանքները նախատեսվում է իրականացնել մինչև հաջորդ տարեսկիզբ։ Հասմիկ Դիլանյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։